չեք, բայց ոնց է ստացվում։ Թողենք քանդեն, շարունակեն այս փոշին բարձրացնել։ Հետո վճիռը կկայացվի, կգան հետ կքանդեն։ Բա իհարկե։ Մենք ունենք Եթե մարդը, եթե շինարարություն կատարողը կամ սեփականատերը չի խնայում իր միջոցները, այդ թող կառուցի։ Բայց մենք ունենք օրինակ, որ կա մշակույթի նախարարի որոշում, քաղաքապետի որոշում։ Այսինքն նախադեպերով։ Հա, ծածկած շուկայի վերաբերյալ առայժմ ոչ մեկը դեղաբանմոնտաժումներ չի կատարել։ Բայց ինչ է, դադարեցված է։ Ոչ է դադարեցված է, հասցրած է համարյա ավարտին։ Եվ դուք ոչ մի օրինական է։ Ոչ, ինքնանոյնական շինարարություն անդեղանում է, որոշում կա դադարեցնել, դուք չեք դադարեցնում։ Որոշում կա դադարեցնում։ Մշակույթի նախարարության սորդորել են, որը քաղաքապետի որոշում։ Դատական վճիռ կա, որոշում։ Դատական վճիռ ինչի չկա, պարոն Մովսիսյան։ Կա։ Ես հարց եմ տալի ինչի չկա, որոշում կա, չէ՞ որ դա անօրինական։ Ես շինարարությանը Այստեղ էլ չի լինելու։ Մենք նախադեպ ունենք երկու գերագույն կառույցի նախարարություն քաղաքապետարան։ Որոշում կա, որ սա անօրինական կառույց է եւ պետք է կանգնացվի։ Ոչ մի միջամտություն դուք չեք անում։ Դուք ասելով ոստիկանություն, այո, մեր իրավաբաններն ոսկեր են։ Ոստիկանությունը իրավասու չէ դատական վճիռները կամ որոշումները քննարկելու կամ կասկածի տակ դնելու։ Ինչ եք մեր ուժերից վեր մեզանից։ Ես հարց եմ տալի այդ դեպքում։ Դուք ընդհանրապես կատարեք մեր օրինական պահանջը, այսինքն խոսքը ձեզ չի վերաբերում, ներսում գտնվող քաղաքացիների։ Հողատարածք, անշարժ գույք, ներխուժած քաղաքացին պարտավոր է ոստիկանության ներկայացուցիչի օրինական պահանջի հետևանքով դուրս գալ հողամասից։ Դա կառավարության 797 որոշմամբ ամրագրված իրավունք է ոստիկանությանը 10 մայիսի 2007 թվականին։ Այն 797 որոշումն է։ Երբ որ հողի անշարժ գույքի սեփականատերը ցանկացած ձևի պայմանագրով, եթե նույնիսկ դրան է պատկանում, դա կլինի վարձակալության օրինական տիրապետողը դիմում է ոստիկանությանը, լիազորում նրան գրավոր, այդ լիազորագիրն էլ մեր մոտ կա, որ խնդրում են իմ անշարժ գույք, հողային տարածք, կամ չգիտեմ, բնակարան, ներխուժած քաղաքացուն հանեք դուրս հրավիրեք, ապա ոստիկանությունը պարտավոր է այն կանխել կամ դրա հետևանքները վերացնել։ Եթե մեկ-երկու բանավոր զգուշացումից, հորդորից, խնդրանքից հետո ոստիկանության քաղաքացին անձը ներխուժած դուրս չի գալիս, ոստիկանը ապա պարտավոր է ֆիզիկական ուժ գործադրել տվյալ քաղաքացու նկատմամբ, որն էլ առաջացնում է վարչական օրենսգրքի վարչական իրավասությունների վերաբերյալ օրենսգրքի 172-րդ հոդվածի ուրեմն հետևանքները, այսինքն մի հատ հələ պետք է ֆիզիկական ուժ կիրառենք, տանենք մի հատ էլ 50,000 դրամ տուգանենք։ Չգնանք դրան։ Խնդրում եմ ասում, հարգել ժամանակ, պարոն Մովսիսյան։ Ինչ ինչքան ժամանակ։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն տեժամ։ Ես դրա համար ասում եմ, չգնանք դրան։ Եկեք դուք։ Դարեք չգնանք դրան, եկեք դիմեք դատա։ Արեք համազանության կամ time out վերցնեք։ Ինչը տեսնեք Լարիսա Ալավերդյանը։ Հիմա դուք ինչ եք խոսում, ինչ եք ստիպում ես ստախոս դառնամ։ Ինչ եք ուզում ես ասեմ, այո, եթե դուք դուրս գաք, ապա շինարարությունը կասեցվի։ Ոչ, դուք դուրս եք գալի, շինարարությունը միգուցե կսկսի։ Ես չեմ դա որոշողը։ Շինարարություն եւ սեփականատերը, չէ՞ որ մյուս կողմն էլ է քաղաքացի, որն ունի իրավունքները իր։ Ինչի եք դուք միակողմանի նայում, չէ՞ որ այդ շինարարությունը թեկուզ այդ հարուստ քաղաքացուն, որը ի վիճակի է 7 հարգանի շենք կառուցելու, նա էլ է իրան այս պահին ոտնահարված զգում, իրավունքներն էլ է ոտնահարված։ Ինչի եք դուք ուզում, որ անպայման ով որ մի փոքր հնար մի րոպե լսեք, խնդրում եմ լսեք։ Ինչ ենք մենք ուզում, մենք դուք ասելով խնդրում ինձ Ոչ մեկ դա չի ուզում։ Ես խնդրում եմ ինձ էլ ձեր հետ էլի, մենք որ դուք որ ասում ես, մենք դուք հա, ին բարերից չկարչենք։ Մենք ասելով, դուք ասելով ես ձեր հետ։ Ինչ ենք մենք ուզում այն քաղաքացուն, որը որ մի փոքր հնարավորություն ունի երկու հարկից ավել շենք կառուցելու, թողնի այս երկիրը լքի, նրա հետ ով որ հաց ուտելու Սկի հնարավորություն չունի։ Ուզում եք այնքան իրավական մեր հիմքերը խախտենք այս պետության, ինքնիրավության, որ եւ փող ներդնողը, եւ հարուստ քաղաքացին չասիբի հետ բռնի են ճամփեն ու դուրս գա, բա եկեք դրա համար տեղափոխենք իրավական դաշտ էս ամեն ինչը։ Եկեք ոստիկանին չվիրավորեք։ Եկեք ոստիկանի օրինական պահանջը կատարեք։ Եկեք մեր հետ ընդհանրման մի գնացեք։ Եկեք մենք ձեզ հարգենք։ Եկեք մենք ձեզ այնքան հարգենք, ստիպենք դուք մեզ հարգեք եւ հակառակը դուք մեզ։ Ախր ձեր ցավը տանենք, չի կարելի։ Կարմիր բերետավորների մուտքը հիմա։ Չէ, կարմիր բերետավորը որ մտնում անդե քար չի կրի, տրակտոր խոտ չի տանի։ Հիմա խնդրում եմ իրաց մուտքը կասեցեք, մենք կասեցնելու բան չկա։ Մենք էլ ենք ես կկասեցնեմ, հասկանամ ինչ։ Մի րոպե կներեք, էլի Դավիթ ջան, պարոն Սանասարյան ջան, կներեք, հիմա հեսա կլսեմ ձեզ։